Ամուսնությունից առաջ լրիվ ուրիշ կյանք էր։ Ինչպիսին էր ձեր առաջին ընկալումը Սամվելին։ Դերասան լինելու ֆակտորը բավական սկզբնական շրջանում խանգարում էր, անլուրջ են իրենք։ Սոնայի ընկալումը, հա, որ այդ դերասանները մի քիչ ուրիշ վարք ունեն, մինչև Սոնային հանդիպելը ձեզ բնորոշ է։ Շատ բնորոշ էր։ Ինձ թվում է անցումն էլ է իր համար շատ դժվար եղել։ Իսկապես դժվար տրվեց։ Մենք գիտենք Սամվելը հանգիստ, խելոք։ Այդ պահին դու չես երևի ֆիքսում որ սխալ ես գործում, բայց հետո հասկանում ես որ չէ։ Եթե դու ուզում ես ջուր արժեքավոր բան պահել, քայլերը պիտի մտածված անես, որպեսզի այդ արժեքավոր բանը մնա։ Եղել են շրջաններ, երբ մտածել եք կարող է չհաղթահարենք։ Կարծում եմ, հա։ Կանայք ավելի շատ լսված լինելու կարիք ունեն։ Երբ դու լսված չես լինում ինչ-որ պահերի, այդտեղ բռնկում չի առաջանում։ Ստիպում եմ, որ լսված լինեմ։ Ես ինձ սովորեցրել եմ առանց իրեն լինել լիարժեք։ Ես շատ կախված էի էմոցիոնալ առումով իրենից։ Երբ կանայք փոխվում են, միշտ չէ որ տղամարդիկ դրա հետ էլ հաշտ են լինում, որովհետև էմոցիոնալ կախվածությունը, որը իրենք տեսնում էին, գուցե այդ պահին թվար նյարդայնացնող է, բայց հետո պարզվում է, որ դա լավ էլ հաճելի էր։ Չէ, այդպես չի։ Հաճախ եք վիճում։ Երբ որ հանդիպում ենք, վերջերս չենք վիճում։ Ընտանիքը իր տիպի մեջ աշխատանք է, որտեղից էլ արձակուրդ չկա։ Երբեմն կարող եք հոգնել, ուժասպառ լինել, բայց տարբերակ չկա։ Այս փուլերում կարողանում եք ինչ որ առումով փոխարինել մեկը մյուսին։ Ի վերջո պիտի մենք հասկանանք, որ բացի մեր երկուսից նաև մեր ուշադրության կենտրոնում պիտի լինեն մեր բալիկները։ Ընտրություն էր ինձ համար, կամ պետք է ընտրեի կարիերա, կամ պետք է ընտրեի ընտանիք։ Ինքը արգելեց ուղղակի բեմում ապրելը։ Եթե չեմ սխալվում, դուք մեծ ընտանիքով սկսեցիք ապրել։ Սկեսուրս ինձ ընդունում է այնպեսին, ինչպեսին որ ես կամ, իմ բոլոր թերություններով հանդերձ։ Ես էլ բնականաբար ընդունում եմ Սամվելի մայրիկն է, մարդու հետ ապրում ես, արդեն մի ընտանիքի անդամ պես եք դառնում։ Մի որոշ շրջան մեր ընտանիքով առանձին էինք ապրում ու հստակ տարբերությունը երևում էր։ Նորմալ կռվում էինք։ Տեղին կռվում էինք եւ 5 րոպե հետո ամեն ինչ անցնում էր։ Առանձին ապրելու պահանջմունքը ավելի շատ սովորաբար կանացի պահանջմունք է լինում, թե դուք էլ զգում եք դրա կարիքը։ Չէ, ես բացարձակ չի զգում։ Չէ, ել ուզում։ Մարդու վերաբերմունքը բեմին այսպես խոշորացույցով երևում է։ Անկախ նրանից ձեզ համար հեշտ է եղել, դժվար է եղել, որևէ մեկը չգիտի դուք ինչ ճանապարհ եք անցել, բայց դուք պահել եք նշաձողը։ Նաև եղել են ֆինանսական խնդիրներ, բայց Սոնան երբեք այն կողքից չի ասել գնա ոչինչ։ Իրեն ամեն անգամ բեմում տեսնելիս ես նորից սիրահարվում եմ։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Ու սերը բուժեց Լայֆրոմի սեր շարքում այսօր Սամվել Թոփալյանն ու կինը Սոնա Դավթյանն են, ողջույն։ Ողջույն։ Հաղորդման խորագիրը ու սերը բուժեց։ Ես առհասարակ կարծում եմ, որ կյանքի տարբեր փուլերում մեզ համար ամենամոտիվացնող ու առաջ մղող ուժը հենց սերն է։ Ինչքանով ձեր հանդիպումը ու միմյանց կյանքում հայտնվելը ձեզ ավելի առաջ մղեց։ Ես սկսեմ։ Երևի այդ բառը շատ ուղղակիորեն է, հա, հենց բուժեց շատ հարցեր կամ շատ հարցերի պատասխաններ տվեց, ինչ երեխաներ կունենաս, ինչ միջավայր կլինի, կյանքդ ինչ հունով կընթանա, ու բնականաբար այդ այսպես ասած հարցադրումները արդեն իրենց պատասխանը ստացան Սոնայի հետ հանդիպումից հետո։ Շատ կարևոր է, ես այդպես եմ կարծում, միշտ գոհ լինել ու միշտ փորձել ավելի ինձգտել, բայց ինչ ունես, դրանից միմիայն գոհ լինել, այսինքն դա չդառնա քիչը կամ դժգոհելու առիթ քո մեջ արտնացնի։ Ես շատ գոհ եմ, շատ երջանիկ եմ, չգիտեմ Սոնան ոնց։ Տեսնես Սոնան գոհ։ Կարծում եմ սերը միշտ բուժում է։ Ընտանիք կազմելու հիմքը հարգանք, այդ տարածված խոսքա չէ, բայց եթե սերը չլինի, ամեն ինչ ցած հոտը կցնդի վստահաբար։ Այսինքն սերը միշտ պետքա ուղեկցի, որ պահին որ զգանք, որ սերը չկա, պետքա ուղղակի տենց ճանապարհներ բաժանվեն։ Շատ հաճախ ասում են, չէ, սերը առաջին տարիներն է, հետո դա փոխակերպվում է ինչ որ մի բանի ու յուրաքանչյուր մարդ ասում է իր պատկերացմամբ թե ինչի։ Ու կան նաև մարդիկ, ովքեր համարում են, որ չէ, սերը որևէ այլ երևույթի չի փոխակերպվում։
Ձեր դեպքում ինչպես է իրականում սերը փոխակերպվում է կամ վերափոխվում է, թե չէ։ Ես կարծում եմ, որ ինչ որ բնականաբար վերափոխումներ ունենում է, բայց դա ինքը իր հիմքից չի կտրվում։ Ուղղակի այդ հիմքը ավելի է ամրանում, ավելի շատ ենթադրում եմ ես հարգանք նույնիսկ օդու ջրի պես այդ կարիքի պես իրար զգալու, իրար կողքի լինելու ինչ որ մի զգացողություն առաջացնում, որովհետև կամ ավելի շատ ես սիրահարվածության մասին եմ ասում, որ իսկապես փոխվում է, հստակ փոխվում է, որովհետև բնականաբար նորմալ process է, ցանկացած հարաբերություն ինքը ընթացքում ոչ թե լավ կամ վատ, այլ ինչ որ փոփոխությունների ենթարկվում է։ Կարծում եմ, որ սիրուց եթե ոչ շատ, գոնե հավասար, ավելի կարևոր է հարգանքն ու պատասխանատվությունը իրար նկատմամբ։ Ես այդպես եմ կարծում։ Բայց դու կարծես Ինձ թվում է, որ այո, սիրահարվածությունը միգուցե փոխվում է, բայց սերը հիմքն է։ Սերը ոչ թե փոխվում է, այլ մի քանի փուլերով անցնում է՝ սիրահարվածություն, ընկերություն, այդ մինչև ամուսնանալու շրջանը, ամուսնանալուց հետո բավականին ցած խառը էտապներ են գալիս, չէ՞, ընտանիքում միմյանց հարմարվել, կենցաղային պայմաններ, հետո երեխաներ, հետո երեխաների հետ այդ միջավայրը մթնոլորտը սկսում են իրար ավելի շատ ճանաչել, տարբեր տեսանկյուններից ճանաչել, լինում են նաև ինչու ոչ նաև հիասթափություններ կարող են լինել, ոչ թե փոխվում է հենց ինքը սերը, ինքը մնում է, ինքը ուղղակի տարբեր փուլերով է անցնում, տարբեր դրսևորումներով է անցնում, բայց հիմքում մեկը մնում է ինքը։ Ասածս կարող է տարօրինակ լինի, բայց իսկապես ինքը վերափոխում է ինչ առումով։ Չի վերափոխվում։ Ուղղակիորեն, երբ որ կենցաղն ա գումարվում, այդ սիրահարված ժամանակը սիրահարության ընկերուհի մեծ կտորով պատասխանատվություն որպես այդպեսին դուք չեք զգում իրար նկատմամբ։ Բայց երբ որ կենցաղն ա մտնում, առավել եւս երբ որ ընտանիքում երեխա է ավելանում, այդ պատասխանատվությունը բերում է ավելի ուրիշ վիճակի։ Այսինքն այն ազատությունը, այն այսպես կներեք բառս համար գժական վիճակը, այստեղ էլ դու քեզ թույլ չես տա ունենալ։ Որովհետև ինչ որ պարտականություններ, պատասխանատվություններ, ինչ որ կոնկրետ երևույթներ, որոնք պարտադիր պայմաններ են, եթե ուզում ես ընտանիք ունենալ։ Ու այդ իսկ պատճառով ինչ որ փոփոխություն ենթադրում եմ, որ պիտի կրի։ Բայց այդ պարտականությունների մեջ կան զույգեր, որոնց մոտ սերը մարում է, ու կան զույգեր, որոնց մոտ չի մարում։ Այդ իրականում այն զգացմունքն է, որը տրվում է ու չես հասկանում որտեղից ու ոնց տրվեց, թե նաև աշխատանք է, որ պարտականությունների, կենցաղի ու այդ պատասխանատվության մեջ սերը չմարի։ Պարտադիր աշխատանք։ Աշխատանք կա, բնականաբար։ Ցանկացած բան, ցանկացած, չգիտեմ, ամենագեղեցիկ ծաղիկը, եթե դու չջրես իրեն, ինքը այդ գեղեցկությունը մի օր կորցնելու է, չգիտեմ, մոլախոտերով է պատվելու ու նույնիսկ չերևա արդեն փակվի ու վերջանա։ Ցանկացած բան, դա աշխատանք պիտի թափես։ Երեխա ես ունենում, հետո դասյարակությամբ պիտի զբաղվես։ Այսինքն ցանկած, եթե ուզում ես ինչ որ արժեքավոր բան ունենալ կամ նույնիսկ պահել ընդամենը դա, ամենօրյա աշխատանք է պահանջում։ Զիջումներ, չգիտեմ, ինչ որտեղ չտեսնելու տալ, ինչ բաներ, դա նորմալ process է, այսինքն այնպես չի, որ ինչ որ յուրահատկություն կա Սոնայի հարաբերության մեջ։ Մենք ենթադրում եմ շատ զույգերի նման եւ խնդիրներով, սկսած, չգիտեմ, կենցաղային, նաեւ մասնագիտական, որովհետեւ շատ հաճախ ես կարող ինչ որ մի բանի վրա եթե ֆիքսվում եմ, այսպես ասած, կողքերս էլ չեմ տեսնում։ Ես ուղիղ դրա վրա եմ ու ցանկացած հարցը դա կլինի եւ մասնագիտական եւ ոչ մասնագիտական, չեմ կիսվել։ Սիրում եմ ես ինքս իմ մեջ պատտացնել ու դա Սոնային կարող ներվայնացնի, որովհետեւ ինքը ուզում է օգնած լինի, իսկ ես ինչ որ պատնեշ եմ դնում դրա առաջ։ Դա մեր տան խնդիրներից գլխավորներից է ինձ թվում։ Բայց դա ոչ թե հատուկ, այսինքն Սոնան պիտի չխառնի։ Ես ոչ մեկի մեծ կտորով չեմ թողնում։ Այն ժամանակ, չգիտեմ, մայրս, հայրս, չգիտեմ, քույրերս միշտ գիտեն, եթե ինչ որ մի խնդիր կա, պիտի այդպես ինձ հանգիստ թողնեն։ Սոնա, բայց ամեն դեպքում պետք է կոտրել այդ պատնեշները։ Գտել եք ճանապարհը պատնեշները կոտրելու, թե ինչ որ առումով սովորել եք, որ գուցե կլինեն ինչ որ կետերում պատնեշներ։ Առաջ շատ էի փորձում գտնել ճանապարհները, որովհետև
իրականում շատ տարբեր ենք բնավորություններով այդ տեսանկյունից։ Ես շատ էմոցիոնալ եմ, ինքը շատ փակ է, ասենց պատնեշով է։ Երբ որ տեսնում ես, որ ինչ-որ բան կա ներսում, որ չգիտեմ, խառն է եւ այլն, տրամադրություն չունի կամ ջղայնացած է, նույնիսկ ուրախության դեպքերը, եթե ինչ-որ բանից ինքը ասենց շատ ոգևորված է, դա էլ չես կարողանում իմանալ ինչից ես, ինչ է եկել, որ տենց ոգևորվել ես։ Իսկ մասնավորապես խնդիրների դեպքում միշտ փորձել եմ տարբեր ձևերով մոտենալ, բայց չէ, իր պատնեշը տենց շատ հստակ է եղել։ Վերջերս, կարծում եմ, վերջին 1-2 տարին մի քիչ ավելի կոտրված է, էդ էլ կարծում եմ այն բանից հետո, երբ որ ես ուղղակի թողեցի իրան հանգիստ, չմոտեցա ոչ մի կերպ, չկպա այդ մասով իրան էմոցիոնալ տեսանկյունից, ինձ թվում է ավելի շատ սկսեց ինքը գալ բացվել, խոսել։ Այս առումով երբեմն նյարդայնացնում է, երբ փորձում են խոսել, այսինքն Երբեմն չէ, միշտ։ Հա, ուղղակի ինձ համար էլ ընտանիք, զույգ հարաբերությունները ենթադրում է միասին բոլոր հարցերը լուծել միասին, այսինքն միասնականություն, իրար հետ քննարկել, խոսել, լուծել, որոշել, իր դեպքում այդ մասով շատ բարդ է, որտեղ ինքը մենակ է սիրում ամեն ինչ Ինչից է գալիս դա, իմ կասկածներից նախ եւ առաջ ինքս իմ Հա, ես էլ ջղայնանում եմ շատ դրա վրա։ Որովհետեւ ես նույն ինչ որ հարցի շուրջ ես պիտի ինձ 1000 հարց տամ, փորձելու համար գտնել այն ճակերտավոր իդեալական պատասխանը, որը կարծում եմ, որ դա իսկապես չգիտեմ, ամենաճիշտն է։ Բայց երբեմն պատասխանը շատ հստակ է լինում, բայց ինքը գցում։ Դա այդ եմ ասում, ես իսկապես թե մասնագիտական ոլորտում, թե նաև կյանքում կասկածը իմ մեջ միշտ կա։ Այսինքն ես դա ոչ թե կասկածն է, կներես էլի, անդադ ընդհատում եմ, կներեք։ Դա ոչ թե կասկածն է, այլ քո ռիսկային չլինելու ֆակտորը։ Դա էլ գալիս է կասկածից, էլի։ Ահա, բնավորությանս այդ գիծն է երևի պատճառը, որ այդ ինքսին մեջ եմ ուզում նախ եւ առաջ հստակ ճշտումներ անել, նոր դա ինչ որ 7 չափեր մեկ կտրել սկզբունքով։ երբեմն էմոցիաներով կիսվելու, ինչ որ մարդու զուտ թեկուզ լուր աջակցություն ունենալու կարիք հենց դուք էլ չեք ունենում։ Հիմնականում չէ։ Պարզ ասում եմ։ Հա, բայց դա նաև խանգարում է այնքանով, որ ես էլ չեմ կարողանում էլ իր հետ կիսվել, շփվել, բանը, որ կասուսը տնես, ասես, գիտես, այսօր այնքան դժվար օր եմ ունեցել, չկա, դա էլ չի լինում։ Ստիպված ես էլ պետք է իրպես լուր տանեմ իմ բոլոր խնդիրներն ու հարցերը։ Խնդիր չունես ուղղակի։ Այդ հեչ։ Գանք այդտեղից։ Արդեն առաջ է գալիս, դե որ դու չես խոսի, ես էլ չեմ խոսի, թե մեխանիկորեն ենթադրում ես, որ եթե ինքը չի խոսում, գուցե իրեն դուր չգա նաև լսել։ Էմոցիոնալ փակ է ինքը։ Բայց հիմա ինչ որ խոսում ենք, մենք այնպես չի որ միանշանակ է։ դեպքում այդպես է։ Էլ եմ ասում, շատ կոնկրետ հարցեր կան, որ ես դրա մասին է ես քան խոսում հիմնականում ու նաև հիմնականում դա մասնագիտական, չգիտեմ, ինչ որ նոր բան անելուց առաջ էլի եմ ասում, որովհետև կասկածներս միշտ շատ կներեք այս բառից համար արխային մարդկանցից չեմ, էլի որ հիմա արեցի ուրեմն պիտի ստացվի։ Ես փորձում եմ դրա ռիսկերը հաշվել, փորձում եմ իմ հնարավորությունները ինչքանով ես կարող եմ այդ վերցրած պարտականությունը տանել նման խնդիրների մասին է խոսքը։ Սամվել ամուսնությունից առաջել այսքան ծանրութ հետևեիք անում, որ պատասխանատվությունը լավ վերցրեցիք, բայց հետոն ինչպես եք տանելու, թե այստեղ ավելի վստահ էիք։ Չէ, իմ ամուսնությունից առաջ լրիվ ուրիշ կյանք էր։ Նկատի ունեմ ես ֆիքսված է այդ ազատ ապրելու մեջ ու շատ խնդիրներին ուղղակի չէի տեսնում կամ չէի ուզում տեսնել, որովհետև ես այդ կոմֆորտ զոնայից չէի ուզում դուրս գալ։ Սոնա, բա ինչ արեցիք։ Չգիտեմ։
դուրս եկար կոմֆորտ Չէ, զոնայից ես նկատի ունեմ միջամուսնությունը նման խնդիրների վրա ես չեմ կենտրոնացել կամ միգուցե Չէ, միգուցե պատասխանատվության զգացումներ է բերել դրան։ Հա, ես այն ժամանակ պատասխանատվությունից խուսափում էի, այսպես ավելի երևի պատկերավոր ու ճիշտ կպատասխանեմ։ Մինչև ձեր ծանոթությունը Սամվելն արդեն ծավալում էր իր գործունեությունը։ Ինչպիսին էր ձեր առաջին ընկալումը Սամվելին։ Կարծրատիպային դերասանը ու այդ դերասան լինելու ֆակտորը բավական սկզբնական շրջանում խանգարում էր, որովհետև հստակ վերաբերմունք կար այն ժամանակ ամենայն դեպս, որ անլուրջ են իրենք ընտանիք ունենալու, ընտանիք կազմելու վերաբերյալ մոտեցումները ոչ պահպանողական են միգուցե ու դա սկզբնական շրջանում մտածելու տեղիք էր տալիս, բայց ինչը մեզ մոտ լավ ստացվեց, որ ես չհասցրեցի խորությամբ մտածել դրա մասին։ Սամվելը շատ սիրուն կազմակերպեց մեր հարաբերությունները, որ ես ուղղակի չհասցրեցի, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց ու մեկ էլ հասկացա, որ մենք ընկերություն ենք անում արդեն եւ ես իրեն վերաբերում եմ շատ ավելի լուրջ ու շատ ավելի որպես իմը, քան որ եթե ժամանակ ունենայի կմտածեի։ Սամվել ինչ արեցիք։ Ձևեր կան ուղղակի։ Ամեն ինչ շատ ինքնաբերաբար է ստացվել մեր հարաբերություններում։ Ոչ մի ավելորդ կամ ոչ մի ջուր հատուկ բան չեմ արել։ Ինչ արել եմ իսկապես եմ արել ուղղակի։ Դա այն սիրուն վերաբերմունքներ, որն առաջին շրջանում շատ շոյում է աղջկա ինքնասիրությունը, թե որպես ընկեր վստահության դաշտ մտնելն էր։ Չէ, ես հիմա չգիտեմ ցավոք սրտիդ ինչ, բայց այդ արտաքին, այսպես ասած, էլեմենտները իմ մոտ շատ քիչ են, ու եթե լինում են շատ վատ են դրսևորվում։ Ավելի շատ ես իսկապես անկեղծ էի ուզում։ Իսկական էր ամեն ինչ։ Ու իսկական էի ուզում շփվել ու հստակ էր իմ որոշում այդ շփումը ինչի պիտի վերածվի։ Իսկ Սոնայի ընկալումը, հա, որ այդ դերասանները մի քիչ ուրիշ վարք ունեն, ուրիշ մոտեցում ունեն կյանքի եւ այլն, մինչև Սոնային հանդիպելը ձեզ բնորոշ էր, թե իրականում երբեք էլ ձեզ բնորոշ։ Շատ բնորոշ էր։ Մենք գիտենք Սամվելը հանգիստ, խելոք։ Բայց դա կարելի է շատ հանգիստ չէ։ Ինձ թվում է անցումն էլ է իր համար շատ դժվար եղել։ Այդ իր ազատ, այսպես ասած, ցոփուշվայտ կյանքից դեպի ընտանեկան ու լուրջ հարաբերությունների մեջ կյանք բավական երկար եւ աշխատատար իմ կողմից։ Սոնա, իսկ առաջին փուլում խանդի դրսևորումներ չէին լինում, որովհետև եւ մասնագիտության բերումով ուշադրության կենտրոնում է, նաեւ հակառակ սեռի ուշադրության կենտրոնում է, եւ երբ որ արդեն բնականաբար, հա, ճանաչելու ընթացքում հասկանում եք, որ մարդը ավելի ազատ կյանք է սովոր, այս առումով սկզբնական փուլը ձեզ ինչպես տրվեց։ Խանդի հետ կապված ես ունեմ շատ բողոքներ մարդկանց եւ հասարակությանը։ Խանդը որպես այդպեսի ինքը հիվանդագին երևույթ է ինձ համար։ Ինչ խանդը, եթե անհիմն խանդ է, դա ոչ մի կերպ արդարացված չի։ Այս դեպքում ես գիտեի ով է իմ ընտրյալը, ում հետ եմ ես պատրաստում կյանքս կապել եւ այդ բոլոր հանգամանքները նաեւ հաշվի էի առնում։ Ի վերջո ես ինքս էլ արվեստի ոլորտում էի ու ես ինքս էլ քիչ թե շատ այսպես ասած ներսի մարդ էի ու ճանաչում էի ու միջավայրը գիտեի, այդ մասով ավելի հեշտ էր, բայց խանդի դրսևորումներ բնականաբար եղել են իրավիճակներից ելնելով, այսինքն ոչ անհիմն, չեմ խորամ, չեմ ասում վատ բաներ արել, բայց նկատի ունեմ առանց հիմքի խանդել հիվանդագին երևույթ է, բայց եթե տեսնում ես ինչ-ինչ երևույթներ ու դա իսկապես խանդելու առիթ է, կարող է դրսևորվել կարիտ իրականում խանդելու ձեր տեսանկյունից։ Դե երևի, հա։ Որովհետև այդ ազատ կյանքից հրաժարվելը միանգամից ձեզ դժվար տրվեց, թե ամեն դեպքում երբ որ որոշումը կար, փոփոխությունը հստակ էր։ Չէ, դժվար տրվեց, իսկապես դժվար տրվեց, որովհետև լրիվ ուրիշ ռիթմով, լրիվ ուրիշ կենցաղով, լրիվ ուրիշ կերպ էր իմ կյանքը։ Ինչպիսին էր ձեր կյանքը այն ժամանակ։ Շատ բուռն,
Ցոփ ու շվալ։ Շատ ես իմ գլխի տերն էի ու մի խոսքով։ Ու պատկերացրեք ես ինչքան եմ աշխատել այստեղ։ Իրականում որքան ժամանակ տևեց մինչև այսպես լիարժեք ընտանիքում ձեր ուզած մոդելը ստեղծելը։ Տեսեք, ես խնդիր չեմ ունեցել փոխելու իրեն եւ իմ ուզած մոդելը ստանալու իրենից որպես կերպար։ Ես խնդիր եմ ունեցել մեր հարաբերությունները ճիշտ ցանկակի վրա պահել։ Եթե եղել են դրսևորումներ, որոնք որ կխանգարեին մեզ, մեր հարաբերություններին եւ մեր երկուսին որպես մեկ լինելուն, բնականաբար այդտեղ տեղեր լինում էին աշխատելու։ Եվ այդ իրավիճակները, ասեմ ձեզ, այնպես չի, որ միայն իր մասին էր։ Այսինքն կարող են լինել նաև իրավիճակներ, որտեղ ինքը անկախ իրենից հայտնված լինի։ Սամվել այս իրավիճակում ձեր դիրքորոշումը ինչպիսին էր։ Քանի որ պատմել եք, պիտի խնդրեմ անկեղծանալ պատմեք։ Դուք ինչ որ միտեղ հասկանում եք, որ սխալվեցիք, պետք է ուղղել կամ վարքը լիարժեք փոխում եք, այսինքն այդտեղ սխալներ գործում եք, թե Այդ պահին դու չես երևի ֆիքսվում, որ սխալ ես գործում, բայց հետո հասկանում ես, որ չէ։ Դա բնական process է, այսինքն չգիտեմ, չեմ ուզում իհարկե դա ուրիշ կերպ տղամարդը բնականաբար մի քիչ այդ ուրիշ, այսպես ասած, մոտեցում ունի կամ մոտեցում չասեմ, ուրիշ կերպ է, այսպես ասած, կապ կա ուղեղի եւ բնության հետ, ու շատ հաճախ դա պայքարի մեջ է մտնում, բայց պիտի կարողանաս իսկապես դու ուղեղով գցես տեղը։ ի վերջո այս կետում ավելի շատ ձեր աշխատանքներ սեփական անձի վրա, թե սոնա ձեր աշխատանքներ ընտանիքը ճիշտ կետի ու բալանսի բերելու վրա, որ ամեն դեպքում հաղթահարեցիք ամեն բան եւ այսօր ունեք այն սիրուն ընտանիքը, որ ունեք։ Ստում է երկուսիս աշխատանք։ Էլի գալիս ենք դրան, որ ցանկություն ունենալ, պահելու ձեր ասած սիրուն ընտանիքը ու ի վերջո սխալներ արվում է, բայց դրանից դա երբ որ դա դադարում է սխալ համարելուց, այդ խնդիրը այդտեղ արդեն խնդիր դառնում։ Այնպես որ կարծում եմ երկկողմանի աշխատանքերն են տեղին։ Հիմքում միևնույնն է սերն է, այսինքն եթե օրինակ ես չսիրեմ, լիարժեք չլինի իմ սերը եւ չիմանամ, որ դա փոխադարձաբար լիարժեք է, այստեղ ինչ որ հարցում պայքարելու ձգտումը կթուլանա, բայց երբ որ հստակ երկու մարդ հստակ գիտեն ես սիրում եմ, ինձ սիրում է, այստեղ ամեն գնով փորձում ես պահել, պահպանել, առավել եւս որ կա ընտանիք, դուք երկուսով չեք եւ պատասխանատվություն եք կրում ոչ միայն ամեն մեկը ձեզ համար կամ միմյանց համար, այլ նաեւ երկու էակների, որոնք ամեն կերպ կախվածություն ունեն համենայն դեպս այս տարիքում քեզնից։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, բնականաբար ձգտում ես ամեն գնով պահպանել ընտանիքը, սերը, միությունը ու ցանկացած խոչընդոտ արդեն դառնում է հաղթահարելի։ Իմ գործընկեր Լուսին օրգանիքսի կողմից նվեր ունեք, Սոնա ջան, այս նվերը Սամվելը հիմա կփոխանցի ձեզ։ Շնորհակալ եմ, շատ հաճելի։ Լուսին օրգանիքսը ամբողջությամբ բնական հումքով պատրաստված կոսմետիկ միջոցներ են, որոնք կանանց իրականում փրկությունն են, իրականում տղամարդիկ էլ կարող են օգտագործել, բայց դե այս դեպքում կանայք թույլ չեն տա, որպեսզի տղամարդկանց հասնի խնամքի որևէ միջոց։ Սա քեզ նվիրում ենք ռետինոլ, որը շատ լավ միջոց է եւ տարիքային գծերի դեմ պայքարելու համար եւ մաշկի վերականգնողական process-ին է խթանում, բարձրացնում է տոնուսը, առազգականությունը, շատ սիրուն փայլ է հաղորդում մաշկին, նաև հրաշալի միջոց է ակնեի դեմ պայքարելու համար, իհարկե նկատելի է, որ նման խնդիր չկա, բայց նաև նպաստում է, որպեսզի չառաջանա։ Ընդհանուր առմամբ մաշկը թարմ ու երիտասարդ պահելու համար շատ օգտակար միջոց է, կօգտվեք եւ հետո կասեք կարծիքը։ Շնորհակալ եմ, շատ հաճելի։ Սիրով։ Շատ մարդիկ խուսափելով պատասխանատվությունից չեն ուզում գնալ այդ քայլին, այսինքն կարող են երկար տարիներ ընկերություն անել,
սիրում են իրար, շփումը կա, ամեն բան լավ է, բայց փոփոխությանը վախենում են գնալ։ Ինչպես Սոնան կարողացավ այնպես անել, որ ել չխուսափեք պատասխանատվությունից։ Ներքին պահանջ կար արդեն այդ փոփոխությունը ունենալու, իսկապես ներքին պահանջ կար։ Ու դրա համար այդ որոշումը շատ ծանր չէր ինձ համար կայացնելը։ Շատ բարձր էր, ես ուզում էի դա։ Համար էլ ոչ հարցրեց, դու ուզում ես, չես ուզում։ Բայց ինչպես ստացվեց։ Ես ուզում էի վերջ։ կազմակերպվեց։ Միշտ է այդպես ես ուզում եմ եւ վերջ։ Հիմնականում։ Սամվելը առաջին հայացքից շատ հանդարտ մարդու տպավորություն է թողնում, բայց մեր անհատական զրույցի ընթացքում էլ, հա, ես նկատեցի, որ ունի իր մեջ այդ գծերը, որ շատ հարցեր կարող են նույնիսկ քննարկելի չլինեն, հա, այսինքն որոշել է, բայց ենթադրում եմ, որ ձեզ համար մի փոքր դժվար պիտի լինի։ Մի փոքր չէ, բավական դժվար։ Սկզբում հատկապես շատ դժվար էր։ Հա, ինքը ունի, այնց հստակ է իր մոտ բաներ կան, որ այնց հստակ գծված է, շեղումներ չեն լինում, բայց ոչինչ կամաց գալիս են նրան, որ կարողանում ենք գոնե քննարկման սեղանին դնել, էլի։ Տասնամյակ պահանջվեց դրա համար։ Հա, շատ հստակ։ Դրանք են հարցերն են, որ իսկապես ես ֆիքսում եմ, որ դա տղամարդու անելիք է։ Ոչ թե կինը չի կարող կամ սխալ կանի, այլ դա ավելի տղամարդու գործ է, տղամարդու որոշելիք բան է։ Կնոջ այդ հարցի միջամտությունը ոչ թե անտեսում եմ կարծիք կամ բան։ Ուղղակի, այսպես ասած, ոնց ասեմ, որ ճիշտ հնչի։ Իր կարծիքը այստեղ կարա որոշիչ կամ չորոշիչ լինի մեկը։ Չեմ կարող ես երեխաներից հետ կապված ինչ-որ որոշում կայացնել ու ասել ես որոշում եմ ու վերջ։ Բնականաբար։ Բայց հիմա շատ հարցեր կան, որ գիտեմ, որ ես ավելի պրակտիկ եմ մտածում, տղամարդը նկատի ունեմ։ Ու շատ արագ այդ հարցին լուծում եմ տալի, որովհետև այդ քննարկում, հետո էլի նույն արդյունքին հասնելը դա չեմ պատկերացնում։ Բայց դա չի նշանակում, որ բռնանում է ինքը իմ կայացնելիք որոշումների վրա, այսինքն կարծես հստակ բաժանում ունենք։ Հարցեր կան, որ ինքը պետք է որոշի, եւ հարցեր կան, որ ես եմ որոշում, եւ դա եւս քննարկման չի ենթարկվում։ Կանայք ավելի շատ լսված լինելու կարիք ունեն եւ որոշումը ի վերջո էլի կարող են հանգիստ թողնել տղամարդուն, բայց այդ process-ում ավելի շատ ուզում են լսված լինել։ Երբ դու լսված չես լինում ինչ-որ պահերի, այդտեղ բռնկում չի առաջանում, որովհետև ստիպում եմ, որ լսված լինեմ։ Իհարկե, շատ ժամանակ վեճի է վերածվում, բայց ես իմ ասելիքը պետք է ասեմ միշտ։ հաճախ եք վիճում։ Բավական է։ Օրը մի բան երբ որ հանդիպում ենք։ Չես չենք վիճում, չէ՞։ Ես վերջերս չենք վիճում, ինչի չենք վիճում, որովհետև ես ոնց որ ասացի, մի քիչ հետ եմ քաշվել։ Առաջ շատ էի բզում, այսպես ասած իրեն։ Վերջերս տասնամյակ հետո տասնամյակ պահանջեց, որ ես կամ մի գիտակցության, որ իսկապես շատ էի բզում առաջ։ Վերջերս արդեն ավելի հանգիստ եմ թողել, ավելի ես հետ եմ քաշվել ու պահանջներս մասնավորապես էմոցիոնալ պահանջներս քչացրել եմ, մեղմացրել եմ։ Ես ինձ սովորեցրել եմ առանց իրեն լինել լիարժեք։ Նկատի ունեմ, որ հարցերում, որ ինքը չկա, առաջ ես իրան կներգրավեի պարտադիր, ամեն ինչ պատկերացնում էի միասին։ Հիմա փորձում եմ փոխել ես ինքս ինձ, որ կոպիտ ասած չզզվեցնեմ նաև, քանի ես հետ եմ քաշվել, ինչ-որ ավելի հարթ է ամեն ինչ առաջ գնում։ Սրանում եւ լավ բան կա եւ վատ բան։ Այո, համաձայն Մի եմ։ կողմից լավ է, որ յուրաքանչյուր մարդ բնականաբար պիտի հենց ինքը իրենով, հա, կարողանա ապահովել բոլոր կետերը ու այդ լիարժեքությունը։ Մյուս կողմից այդ զույգերի էմոցիոնալ փոխկապակցվածության մեջ շատ սիրուն բան կա։ Շատ սիրուն իրար լրացնում են։ Ես շատ կախված էի էմոցիոնալ առումով իրենից։ Այդ նշածս 10 տարին շատ ու ես հիմա որ հիշում եմ, շատ եմ կներեք արտահայտության համար շատ եմ զզվեցրել իրեն այդ տեսանկյունից։ Ամեն ինչը իմ պատկերացմամբ պետք է որ լինի միասին։ Խանութ գնալ առևտուր անելուց սկսած մինչև ավելի այտենց գլոբալ հարցեր։
ամեն ինչը ես պատկերացնում եմ մենք միասին պետք է անենք, հետո արդեն նաև երեխաների հետ։ Ու դա բերում էր շատ ավելի բախումների։ Սամվել, բայց երբ կանայք փոխվում են, միշտ չէ որ տղամարդիկ դրա հետ էլ հաշտ են լինում, որովհետև էմոցիոնալ կախվածությունը, որը իրենք տեսնում էին, գուցե այդ պահին թվարնի արդայնացնող է, բայց հետո պարզվում է, որ դա լավ էլ հաճելի էր։ Այո, հիմա Եվ հետո թվում է թե անտարբեր են։ Չէ, հիմա այդպես ասում չի։ անտարբեր ես։ Ես այդ հստակ կետեր եմ, չեմ ասում ամեն հարցի շուրջ դու պիտի գլուխդ, չգիտեմ, մի կողմի վրա թեքես։ Ես երևի ավելի շատ ռեալիստ եմ։ Եթե էս պիտի լինի արդյունքը, ես ավելի ուղիղ ու կարճ ճանապարհ կգտնեմ այդ արդյունքին հասնելու։ Մի խոսքով դուք հիմա գոհ եք։ Ամենակարևորը։ Նույն խանութ գնալը, եթե ես առանձին եմ գնում, դա տևում է 15 րոպե, եթե միասին են գնում 2 ժամ 48 րոպե։ Տարբերությունը չկա։ Երբ սկսեցիք կենցաղ կիսել իրար հետ, սա երևի թե սիրո երկրորդ եւ ամենակարևոր փուլն է, որովհետեւ մի կողմից հասարականում եք իրար համար, այն իմաստով, որ կենցաղում սկսում եք իրար տեսնել, ինչ որ հարցեր սկսում են ավելի շատ նյարդայնացնել, առաջ են գալիս հարցեր, որոնք նախկինում ուղղակի չեք էլ նկատել, որովհետեւ մի տան մեջ չեք ապրել։ Այդ բախումները ինչպես անցաք ու այդ ինչ որ առումով նորմալ հիասթափության փուլը, որը բոլորը ապրում են, երբ ինչ որ մեկի հետ շատ ես մտերում անում, միևնույն է, ինչ որ փոքրիկ կամ մեծ հիասթափություններ լինում են։ Այդ հիասթափությունների շրջանն ինչպես անցաք։ Այն ժամանակա բարդ դարձել, երբ որ բանականությունը զիջում էր էմոցիոնալ արդեն պորտկումներին, բայց երբ որ դա փորձում ես ամենայն դեպս, այսպես ասած, բալանսի մեջ պահել, նույնիսկ այդ հիասթափությանը դու ֆիքսում ես, որ դա պիտի լիներ։ Այսինքն դա բաղկացուցիչ մաս է կյանքի, զույգերի, հարաբերության նորմալ երևույթ է դա։ Բայց էլի սերը հիմքում է։ Իհարկե, եթե Ոնց պատտվենք, եթե սերը հիմքում չլիներ, այդ հիասթափությունները վատ տեղ կտանեին։ Ու բնականաբար եղել են եւ այդ փուլերն են եղել։ Այդ սերն է, որ քո բանականության վրա կարողանում է, այսպես ասած, կոնտրոլ անի ու դու բանականությամբ կարողանում ես այդ բարդությունները հստակ հաղթահարելով առաջ գնալ։ Իսկ եղել են շրջաններ, երբ մտածել եք կարող է չհաղթահարենք։ Կարծում եմ, հա։ Մեզ մոտ որ նաև շատ ուրիշ զույգեր եմ տեսնում, մեր այսպես ասած նեղացածություն կամ նմանատիպ շրջան ինքը շատ կարճ է տևում, շատ կարճ, որովհետև, չգիտեմ, դա պահի պորտկման տակ առաջացած ինչ-որ բախում էր, որը ոնց կրակ ցախ չլցնես, էլ հանգելու է։ Ինքը շատ արագ հանգում է։ Լելի բանականությունը բերում ես առաջին պլան։ Այսինքն բնականաբար եղել են նաև այնպիսի փուլեր, որ մտածել ես վերջ, միգուցե ճիշտ է ուղղակի այստեղ կանգ առնել, բայց նորից եմ ասում, սերը հիմքում ինքը թույլ չի տալիս, որ այդ միտքը զարգանա, առաջ գնա ու բերի արդեն գործողությունների։ Հաճախ կանայք ավելի շատ են մտածում, գուցե սա վերջն է, քան տղամարդիկ։ Ինչի՞ց է այդպես։ Ինչի՞ց է այդպես։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ստացվում է ավելի կայուն են տղամարդիկ, քան մենք։ Կամ, չգիտեմ, ինչ որ այդ հարաբերության ավարտից հետո տղամարդը ավելի, այսպես ասած, խոցված կամ կոտրված չի լինում, քան կինը, որովհետեւ հնարավոր է դա է պատճառը։ Հիմա ենթադրություններ եմ անում, էլի։ Ով է ավելի շատ խոցվում, Սոնա։ Խոցում են բնականաբար ավելի շատ տղամարդիկ ենթադրում են։ Խոցում են թե խոցվում են։ Խոցվում են։ Այսինքն ինչ հարաբերության ավարտից հետո։ Այո։ Ինչու՞։ Ենթադրում են, որ ի վերջո ավելի շատ իրանց Կինը ավելի ուժեղ։ Կինը ավելի ուժեղ Բնությունից, դեպքում, այո։ Կինը ավելի արագ է վերականգնվում։ Կնոջ համար ամեն դեպքում ամեն ինչ էմոցիայի շուրջ է, ենթադրում եմ, այդպես եմ ես զգում ու էմոցիոնալ վերականգնվելը ինձ թվում է կնոջ մոտ ավելի հեշտ է ստացվում ու ավելի արագ ու շատ ավելի ուժեղանում է նման իրավիճակից հետո կինը, ենթադրում եմ։ Հուսով եմ ես չեմ զգան դա ոնց է լինում։ Տղամարդիկ ավելի շատ ուժ ցույց են տալիս։ Ինձ թվում է տղամարդիկ ավելի շատ կտապալ։ Չընդհանրացնենք տղամարդ ուրեմն, այսպես է կին, այսպես է։
տղամարդու, չգիտեմ, 1000 բնավորություն կա, 1000 տիպ կա, նույնը նաև կանանց մեջ։ Կարևորը թե ինչի են եկել հանգել, որ հարաբերություն չկա։ Եթե ամեն ինչ վերջացած է, ամեն ինչ իսկապես դատարկված է, ես կարծում եմ երկուստեք արդեն ավելի հեշտ ու հանգիստ կլինի։ Երեխաների ծնունդը հարաբերություններին ավելի շատ օգնում է, թե ինչ որ մի շրջան քաոս է առաջանում։ Երևի եւ նա Ախր մենք նաև պիտի ֆիքսենք ինչ ժամանակներում ենք ապրում։ Իսկապես, որովհետև այս արագությունը, ես աշխատում եմ 7 տեղ, երբեմն 8 տեղ, երբեմն 9 տեղ, ոչ թե ինչքան եմ աշխատում, ինչքան աշխատասեր եմ, ես դրա մասին չեմ ասում, այլ պատկերացրեք այդ արագությունը, օրվա մեջ այդ ռիթմը, ու այդ ռիթմից հետո հանգած վիճակը, ու դա չի ազդելու է։ Դրան գումարած գալիս ես տուն, երեխաներդ առավոտից երեկո չեն տեսնում քեզ։ Միշտ է եղել, բայց այսօրվա ընտանիքները ավելի ներվի վրա են։ Իհարկե երեխաների ծնունդը այդ ֆանտաստիկ մի բան էր, որովհետև դու լրիվ ուրիշ մարդ ես դառնում, լրիվ ուրիշ կերպ ես ընկալում, նոր վախեր ես ձեռք բերում, նաև շատ կապվում է միմյանց, որովհետև ձեր սիրո արդյունքն է դա, հստակ արդյունքը, ու նաև հնարավոր է շատ հաճախ վեճի ու բանի առարկա դարձնեն երեխաների գոյությունը, այսպես ասած։ Սոնա ուշադրության պայքար չի սկսվում, արդեն 3-ով այդ 1 ժամվա ուշադրության պայքարի մեջ եք։ Բոլորդ ուզում եք մի մարդու ուշադրություն, որը 2 ժամ երևի թե ունի բոլորիդ համար։ Դա իրականում չէ, երեխաների ծնվելուց հետո մաքսիմում ուշադրությունը միասին ենք ուզում։ Ինձ երեքով sense պատրաստ խաղերը բացած, սպասում ենք papan երբ է տուն մտնելու միասին խաղ խաղանք, օրինակ, կամ երբ է ազատ ժամանակ ունենալու, շաբաթ, կիրակի կամ ինչ որ մի օր, որ բոլորով անենք ինչ որ մի բան, միասին ժամանակ անցկացնենք։ Ես մի քիչ sense հետ եմ քաշվել, որ բոլորով ժամանակ անցկացնենք։ Ուշադրությունը երեխեք հետ միասին լինի։ Սովորական ժամանակ էր։ Ժամը 5-ից հետո հայրս տանն էր, մայրս էլ ուսուցչուհի էր, ժամը 2-ից տանն էր, այսինքն շատ հստակ էր, շատ իր ռիթմով գնացող ինչ որ տեմպ վերցրած, կանոնավոր, հա գնում էր դա։ Ու այդ ամեն ինչը այսօր լիքը խնդիր ենք դարձրելու խոսում ենք, որոնք այս ժամանակ չէր պատկերացնում, որ դա կարող է խնդիր լինի կամ հնարավոր է այդպիսի արագություն կյանքը ձեռք բերի, որ չգիտեմ, խճճվես ու քաոսի վերածվի շրջապատը։ Բայց մյուս կողմից էլ ժամանակ չունենալը երբեմն օգնում է։ Ենթադրենք, հա, դուք հնարավոր է ուղղակի ժամանակ չունենաք ինչ-որ խնդիրների մասին մտածելու, օրինակ ընտանեկան թեթև վեճ է եղել։ Դուք ժամանակ չունեք այդ մասին մտածելու, այդ վեճը չեք էլ հասկանում ոնց անցավ գնաց, Սոնան ամբողջ օրը կարող է այդ մասին մտածել եւ իր մեջ ավելի խորանա խնդիր է, այսինքն ժամանակ չունենալը իր դրական կողմն էլ ունի։ Մենք կռվել ենք, բայց ինքը տեղյակ էլ չի։ Ձեր ասածն է։ Բայց հաճախ է այդպես լինում, որ այ այդպես Սամվելի համար անցել գնացել է, ձեր մեջ եփել։ Բայց չէ լինում, գիշերը պարկում ենք քնելու, դու տվայտվում ես, բան ես, ինչ հարցը չլուծեցինք, չքննարկեցինք, իր համար քնացայինք։ Ինչ արենք, բան է եղել։ Սոնա, ժամանակին ձեր մասնագիտությունը պարուհու մասնագիտությունն էր։ Ես եթե չեմ սխալվում, հենց Սամվելի թեթև ձեռքով դուք սիրում եմ կանանց հարցազրույցները։ Այս թեման ավելի շատ եթերներով ենք քննարկել կամ տանում։ Դե մենք գիտենք պիտի հարցնենք։ Կանանց սոլիդարության մասին մոռացի։ Հեշտությամբ համաձայնեցիք հրաժարվել, թե նույնիսկ քննարկում չեղավ։ Սա այն հարցերից էր, որ որոշվեց եւ վերջ։ Չէ, քննարկում եղավ իհարկե, բայց ընտրություններ ինձ համար, կամ պետք է ընտրեի կարիերա, կամ պետք է ընտրեի ընտանիք։ Ես որպես ավանդական ընտանիքում մեծացած աղջիկ, ավանդական հայացքներ ունեցող, բնականաբար ընտրեցի ընտանիքը։ Ինչի համար ամեն առիթ օգտագործում եմ, որ երեսով տամ, բայց կարևորը ես ամբողջությամբ չհեռացա իմ սիրած ոլորտից, խմբակներ ունեմ բարի, ինքը արգելեց ուղղակի բեմում ապրելը։
Բայց սա ինչ որ առում արկելեց ում բարելը։ Հիմա տեսեք հումորով ասում ենք էգոիստաբար եւ այլն, բայց հնարավոր է դուք էլ հենց սիրահոժար այդ էգոիստությանը տրվեք եւ լինում է որ ինչ որ առումով նաեւ պայքար է ձևավորվում, որից հետո հասկանում եք, որ չէ, պայքարելու տարբերակ չկա, կամ սա է, կամ նա է։ Պայքարում էի իհարկե, հետո հասկացա, որ պայքարելու տարբերակ չկա այնքանով, որ կամ պետքա ընդունեմ, կամ բաժանվենք ու վերջ։ ու երկու իգական սերի ներկայացուցիչ ինձ փորձեք հակառակում համոզել։ Ես սիրում եմ տրամաբանություն, այսինքն ինչ որ դեպքերի տրամաբանված հաջորդականություն։ Եթե մենք պատրաստվում ենք բալիկ ունենալ, տրամաբանական չի, որ պիտի մոտ 3-4 տարի Սոնան հրաժարվեր բարից, չէ՞։ Ռեալ, եկեք ռեալ ինչը տրամաբանական չի։ Դեմ որ շատ հնարավոր է նաև երեխայի հետ համատեղել։ Չէ, այդպես չի լինում։ Ոնց որ վարորդը նաև հսկի չէ, այդ տարբերակը չի, այս բառը։ Ես սիրում եմ քայլերը տրամաբանության մեջ լինեն։ Երբ որ տրամաբանությունից անկեղծ էստեղ հավանաբար նաև տղամարդկային խանդը կար։ Կարող է լինի, հա, բայց դա չեմ այդ սանդղակի մեջ որ դնեմ, վստահ քիչ տոկոս էր կազմում։ Սանդղակի մեջ առաջին տեղում զուտ այն էր, որ մասնագիտությամբ առաջիկա տարիներին չի կարող զբաղվել։ Բնականաբար, հստակ չէր դա։ Բայց տարիներից հետո ինչու՞ չէր կարող Իսկ զբաղվել։ որովհետև պարը սպորտի պես մի բան է, երբ որ դու քո մկանը, քո բնականաբար հետո երկրորդը ծնվեց, այսինքն դա պիտի տևեր 7-8 տարի։ Չորս ավել ինչ։ Ինչի մասին է խոսքը։ Չենք համոզելու։ Եթե հնարավորություն լինի, ես կհամաձայնեմ։ Որովհետև նաև պիտի գանք են խոսում ենք վեճերից, այ տղամարդկային տրամաբանությունը ու կանացի։ Հնարավոր բոլոր պատասխանները տվեցիք, բացի նրանից, որ տեսեք դուք ասում եք, որ օրինակ Սոնայի մասնագիտությունը ենթադրում է միշտ մարզավիճակում լինել եւ այլն եւ այլն։ Եթե մարզավիճակին չխանգարեր, դուք դեմ չէիք լինի, որ Սոնան ապարեր։ Եղավ այնպես, ինչ որ եղավ։ Կտրուկ պատասխանը։ Չենք համոզելու։ Թե այս այդ դեպքն է, որ իր տրամաբանության մեջ եթե ինչ որ մի բան չի մտնում, դա սխալ է։ Բայց իրականում եթե իր կողմից այդ արգելք ասվածը չլիներ, բնականաբար ես կհամատեղեի եւ շատ լավ։ Սոնա հիմա ինչով եք զբաղվում։ Երկու տարբեր իրարից բավական տարբեր գործունեությամբ բարի խմբակներ ունեմ եւ Երևանի Պետական Համալսարանի ավագ դպրոցում եմ աշխատում որպես դաստիարակչական աշխատանքների համակարգող։ Այս պարագայում էլի, հա, ենթադրում է զբաղվածություն, որոշակի ժամեր տանը չլինել, սա արդեն ընդունելի էր, որովհետև երեխաները մի փոքր ավելի մեծ են, թե հասկանում ենք, որ կինը պիտի աշխատի։ Իսկապես կինը պիտի աշխատի, որովհետև հստակ մասնագիտություն սովորում, մասնագիտություն ա ձեռք բերում, բայց նաև ես այն կարծիքին եմ, որ երեխաների հետ շատ հաճախ հիմա կրկնում եմ, որ հավասար պիտի լինի դասյարակությունը այս կոմենկոմ։ Այսպես թե այնպես մայրն է գլխավոր, այսպես ասած, այդ դերում գլխավորը ինքն է։ Ու երբ գործը զբաղվածությունը չի խանգարում երեխաների հստակ դասյարակությամբ, բնականաբար ոչ մի խնդիր, ոչ բան չի առաջանում։ Սոնան համենայն դեպս փորձում է ու նաև աշխատանքի վայրը այնպես է, որ երեխաները դպրոցից դուրս գալով իր մոտ են գնում, մի խոսքով, այս բալանսը փորձում է ու ամենամեծ բեռը իր վրա է։ Ես շատ քիչ եմ ժամանակ ունենում գնալ երեխեքին դպրոցից վերցնելու, չգիտեմ, տուն տանելու, բայց եթե հասցվում է այդ ամեն ինչը, որովհետև ի վերջո պիտի մենք հասկանանք, որ բացի մեր երկուսից նաև մեր ուշադրության կենտրոնում պիտի լինեն մեր բալիկները։ Այդ չի քննարկվում։ Քանի դեռ հասցնում է, իսկ ինչու չաշխատի։ Իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր։ Իմպլանտումը առաջատար ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կենտրոններից մեկն է Հայաստանում։ Ստոմատոլոգիական բաժնի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Թմաթևոսյան։ Կոսմետոլոգիական կլինիկան եւս արդեն որպես մեծ կլինիկա նորաբաց է, բայց որպես կոսմետոլոգիական կենտրոն երկար տարիներ է ինչ գործել է, այնպես որ ձեր առողջությունն ու գեղեցկությունը կարող եք վստահել իրենց առողջությունն ու գեղեցկությունը վստահել։ Սիրով։
Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Viora իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիցիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել, սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային
վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարևոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Երեխաների դաստիարակության հարցում տարաձայնություններ ունենում եք, թե այստեղ արդեն այն ընդհանուր արժեհամակարգն է, որի շուրջ ձևավորվում են հարաբերությունները։ Ավելի ընդհանուր է։ Ընդհանուր տարաձայնություն բացարձակ այստեղ չկա ու նաև կա հստակ են վստահությունը միմյանց նկատմամբ, որ Սոնան գիտի ինչ է տալիս ու նաև ճիշտ հակառակը Սոնան գիտի ես ինչ եմ տալիս իմ երեխաներին, մեր երեխաներին։ Դա միակ հարցն է երևի թե որտեղ վիճելու բացարձակ եզրեր չենք ունենում, որովհետև մի ուղղությամբ ենք նայում, մի կերպ ենք մտածում երեխաների դաստիարակության վերաբերյալ։ Ընտանիքը մի կողմից այն ամենասիրուն անկյունն է, որը երբ գտնում ես մարդու, որի հետ ստեղծում ես այդ ընտանիքը, եւ թե շատ մեծ երջանկություն է։ Մյուս կողմից ինչ որ առումով իր տիպի մեջ աշխատանք է, որտեղից էլ արձակուրդ չկա։ Երբեմն կարող եք հոգնել, ուժասպառ լինել, բայց տարբերակ չկա։ Այս փուլերում կարողանում եք ինչ որ առումով փոխարինել մեկը մյուսին, թե օրինակ Սոնան որպես մայրիկ միևնույն է, որքան ուզում է հոգնի, անփոխարինելի է եւ դուք էլ արդեն որպես հայրիկ, որքան էլ հոգնեք, այդ դերում ձեր ֆունկցիաներն էլ անփոխարինելի են։ Երևի այս մոդելն է, այս մոդելը աշխատում։ Ֆունկցիաները որպես այդպեսին անփոխարինելի են իհարկե, բայց քանի որ մենք բախտավոր ենք, որպես օգնում են տատիկները եւ պապիկը, այդ հոգնել, արձակուրդ վերցնել ճակերտների մեջ այդ մասով երբեմն մեզ մոտ ստացվում է փախչել այդ ընտանիք, ընտանեկան երեխաների հետ կապված հոգսերից, բայց ֆունկցիաների եւ պարտականությունների մասով շատ հստակ է դրված։ Ես էլ մասնավորապես մի քիչ էգոիստ մամա եմ, իմ անելիքն է եւ վերջ։ Իր անելիքն է եւ վերջ։ Ընտանիքի երեխաների հետ կապված ցանկացած հարց եւ պարտականություն միայն մեր երկուսի վրա պետք է լինի։ Շատ լավ պատասխանեց։ Բառեր չունեմ ասել։ Նաև ուզում եմ ասել, որ շատ հաճախ, չգիտեմ, ամսով կամ 20 օրով ես բացակայում եմ հյուրախաղեր բան, այդ ժամանակ Սոնան եւ մամայա եւ պապա։ Ես շատ հերակա ասած զումով եմ դաստիարակում։ Բացակայությունները երեխաներին հեշտությամբ եք կարողանում բացատրել, թե կարոտը ձևավորվում է, երբեմն առաջ է գալիս մեղքերը երեխաների առաջ քավելու հարցեր։ Երկուսն էլ փոքր ժամանակվանից մեզնից առանձին, այսինքն, չգիտեմ, ինչ-որ հյուրախաղ ա եղել կամ մի խոսքով գործերով երկար ժամանակ չենք տեսել, իրենք փոքրուց մնացել են տատիների, պապիկների, այն ժամանակ մա պապիկի մոտ, շատ լավ է, որ այդ կոփված վիճակը ունեն, այսինքն ինքնուրույն են այդ առումով։ Որտեղ ես կարծում եմ դա իսկապես լավ բան է, որովհետև շատ հաճախ ծնողի բացակայությունը կարող է ստրեսի ու, չգիտեմ, խառը վիճակի մեջ բերի երեխային։ Իհարկե նաև տեսակից է գալիս, դա իրենք փոքրուց էլ այնպես չի որ ինչ-որ մեծ ջանք ենք թափել դրա համար, իրանք այդպես առանձին մնացել են, առանց խնդիր, առանց խնդրեմ, իհարկե կարոտել են շատ, բայց խնդիր չի դարձել դա։ Ենթադրում եմ դրա պատճառով է, որ տղաս շատ բաց է օրինակ շփման մեջ։ Ցանկացած նոր միջավայրում ինքը շատ արագ ինտեգրվում է ու կարողանում է իրեն դրսևորել։ Դա բայց դա նաև նրանից է, որ
փոքր ժամանակվանից մենք ինքներս ուր գնացել ենք, իրենք մեզ հետ են եղել։ Այսինքն անընդհատ իրենք շփվել են մարդկանց հետ, անընդհատ տարբեր միջավայրերում են մեծացել եւ արդյունքում երկուսն էլ շփման խնդիր չունեն, առանց մեզ մնալու խնդիր չունեն։ Առաջնակը ձեր որդիներ, հետո ծնվեց աղջիկը, իրենց հարաբերությունները իրար հետ ինչքանով փոխեցին, այս դեպքում պիտի հարցնեմ ձեր տղային, որովհետեւ աղջիկան առանց եղբոր չենք տեսել։ Կարծես թե հարթ է Հա, անցել։ ու հիմա ավելի մտերիմ են, իրենք շատ հաճախ մենք տանը չենք լինում, իրենք կարողանում են իրար հետ լեզու գտնել, շուտ խաղեր խաղալ, չգիտեմ, գզվրտվել, իհարկե նաև դա էլ կա, չի քննարկվում։ Տատիկի գլուխը տանելով, բայց միևնույնն է։ Բայց ես այդ իրար սիրելը տեսնում եմ, այդ կա, շատ ակնհայտ է դա երևում։ Ինձ թվում է նաև Արմենին մի քիչ հասունացրեց, որ ինքը տղա է, ինքը ուրիշ պարտականություն կամ ուրիշ դիրք պիտի ունենա քրոջ նկատմամբ ու բայց իրարից տարբեր մարդիկ են։ Լիարժեք Հա, բայց շատ առանձին, այսպես ասած, անհատներ են։ Աղջիկս լրիվ ուրիշ, տղաս մի քիչ հայերեն բառով թավակյալի, այսպես ասած, ունի իր մեջ, ինչ որ բան խաղ երևակայությունը լավ է ու այդ հանգիստ չի թողնում իրեն այդ իրական աշխարհից երբեմն կտրված ինչ որ իր համար խաղերը պատկերացումների մեջ է դա է ստիպում ինչ որ ոչ այսպես ասած լավ չարաճճի քայլերի գնալ Դե հիմա ասեք տեսնեմ փոքր ժամանակ ցեզնից ով էր ավելի թավակյալի դուք Չէ ես չեմ ունեցել ես շատ ավելի փակ եմ եղել քան հիմա եմ Սոնա Չէ, ես էլ չեմ եղել։ Բայց երևի կարող է դրսևորումներ եղել են, ես դա չեմ ֆիքսել որպես այս բառը երրորդ անգամ ասենք թավակյալիություն։ Լավ բառ է։ Երկուսից մանկությունն էլ իրականում նմանատիպ է անցել։ Գյուղում արձակուրդներ ու երկուսս էլ երևի թե ավելի հասուն ենք մեծացել։ Ես ամենայն դեպս այդպես եմ եղել, ինչքանով որ ուսումնասիրել եմ պատմությունը մանկության։ Իմ մանկության պատմություն։ Սամվելն էլ ավելի հասուն ենք եղել, ավելի գիտակցված ենք եղել։ Այն տեսակը, որպեսին դուք ձևավորվել եք հենց ձեր ընտանիքներում, ինչքանով հետագայում օգնեց ձեր փոքրիկ ընտանիքը ճիշտ կառուցելուն, թե միևնույն է, ինչպիսին էլ որ մեծանաք կամ ինչպիսին էլ որ տեսնեք ձեր ընտանիքները, դա արդեն երկուսիդ աշխատանքն է, անկախ են ընտանիքից որտեղ մեծացել եք։ Չէ, չեմ կարծում, որ դա անկախ Միևնույն է, ազդեցություն է լինում։ որովհետև հստակ դու տեսել ես, դու ծնվել ես այդ մտածողության մեջ, այդ միջավայրում, այդ ձևի ու բովանդակության մեջ ես մեծացել, ենթագիտակցորեն դու արդեն ուզում ես ընտրել, ուզում ես ձևավորել այն, ինչ որ դու տեսել ես ու զգացել ես։ Համենայն դեպս ես վստահ եմ, որ նույնն էլ Սոնան, այսինքն նույնիսկ ես անկեղծ նաև Սոնայի կերպարը ընտրությունը իմ Սոնային դա ինչ որտեղ ես ֆիքսել եմ ու հաշվի եմ առել իմ ծնողների մտածելակերպը ոչ թե որ ես մի կողմ, չէ, ես գնացել եմ այդ քայլին, բայց այդ ներդաշնակություն, այդ կոմֆորտ վիճակը պետք է լինի, որովհետև մի շատ օտար մարմին ցանկացած տեղ ինքը ինչ որ ռիթմից ամեն ինչից դուրս է հանում, ուղեցրից, այսպես ասած, դուրս է գցում։ Ամեն դեպքում բնական է, հա, տղամարդու հակառակ սեռի առաջին ընկալումը իր մայրիկի օրինակով է, կնոջ հակառակ սեռի առաջին ընկալումը իր հայրիկի օրինակով է։ Այս առումով նաև որոշակի նմանություններ գտնելով եք ընտրել իրար, այսինքն դուք մայրիկի նմանությամբ, Սոնան հայրիկի նմանությամբ։ Կարծում եմ ոչ գիտակցաբար, բայց այդպես ստացվել է։ Այսինքն ամեն դեպքում ենթագիտակցությունը Այդ ժամանակ դու այդ հարցերը չես տալիս քեզ։ Բայց հետո նկատում եք, չէ՞ որ վայ, այս կետը։ Հետո ասեմ, Սոնան չէ, այդքան էլ նման չի։ Ավելի ուրիշ կերպ է մայրը, տարբեր, մի խոսքով, այս առումով։ Շատ բաներում իհարկե նման են, բայց շատ բաներում նաև չէ։ Սոնա, այս քո կարծիքով։ Երևի նույն կերպ կպատասխանեմ։ Բնավորության գծեր կան, որ շատ նման են հայրիկիս, բայց տեղեր էլ կան, որ բացարձակ տարբեր են, բացարձակ տարբեր մարդեր են։ Նմանության հետ կապված երբեմն լինում է, որ
խոսում ենք մամայի հետ, ինչ որ մի հարց ենք քննարկում, մաման ասում է՝ «Մի բողոքի չասես, պապատելա այդ նույն ձև, նույն կերպ պապատելա, նենց որ լուր»։ Մամային հաճախ ես բողոքում։ Չէ։ Ոչ, այդ բողոքել ասվածը իհարկե ճակերտների մեջ դա տենց շատ մակերեսային բաներ կարող են լինել։ Մամաս նույնիսկ այն սկզբնական շրջանում նեղանում էր ինձնից, ասում էր չես խոսում ոչինչ, չես պատմում, ոնց են, ասենք, չգիտեմ, առաջին տարին, որ ամուսնացել էի, ասում էր չես պատմում, ոնց անցնում առօրյադ, ոնց եք շփվում, նորմալ է ամեն ինչ, նորմալ չի, հո խնդիրներ չկան, բան ասում, մամ ջան, նորմալ է ամեն ինչ։ Եթե հանկարծ խնդիրներ էլ կլինեն, դա իմ խնդիրներն են։ Ես երբեք ինձնից դուրս չի եկել ինչ որ մի հարց, որը որ ինձ մոտ կարող է քննարկման կամ ինքնաբերլուծության թեմա լիներ։ Կարևորը ոչ միայն այն հարցը, թե դուք իրար ինչպես եք ադապտանում, այլև ինչպես եք ադապտանում միմյանց ընտանիքին, հա, որովհետև դուք այսպես անջատ մարմին չեք, յուրաքանչյուրը իր միջավայրով ձուլվում է մյուսի միջավայրին, բայց տղամարդկանց դեպքում, եթե կարելի է նաև որոշակիորեն հերվից պահել հարաբերություններ, կախված ընտանիքից, հարաբերությունից եւ այլն, կանայք հատկապես եթե ընտանիքի հետ, մեծ ընտանիքի հետ են ապրում, մեխանիկորեն հա սկսում եք ձուլվել ընտանիքին։ Այդ ադապտացիան ընտանիքին ինչպես ստացվեց, որովհետեւ եթե չեմ սխալվում, դուք մեծ ընտանիքով սկսեցիք ապրել, չէ՞։ Այո։ Կարծում եմ շատ հարթ անցում ա եղել, խնդիր չենք ունեցել ու դա ինչպես ինձնից էր կախված, նաև տան մեծերից բնականաբար։ Իսկ այսուրս ավելի քույրիկները շատ գրկաբաց ընդունեցին ու մի ընտանիքի պես, այսինքն ոչ մի խնդիր չենք ունեցել։ Գիտեք, երբեմն կարող է խնդիր չլինել, բայց սովորությունների տարբերությունը դա միանշանակ լինում դժվար է տրվում, այսինքն խնդիրն այն չէ, որ վատ է, նույնիսկ կարող է չկարողանաս բացատրել ինչն է, այն չէ, բայց զուտ քո միջավայրն է փոխվել։ Այո, իհարկե, միջավայրը փոխվում է, բավական ու ինչքան էլ որ նման, բայց միևնույն ժամանակ շատ տարբեր սովորություններ եւս ունենք, ընտանիքների տարբերություններ բավական կան, բայց այստեղ գալիս է արդեն միմյանց ընդունելու ֆակտորը։ Ես ընդունում եմ իր ընտանիքի անդամներին այնպեսին, ինչպեսին իրենք կան, եւ հակառակը իրենք ինձ ընդունում են այնպեսին, ինչպեսին որ ես կամ։ Իհարկե տարիների ընթացքում դա ավելի փափուկ անկյուններով է դրսևորվում, ավելի հարազատություն է ձևավորվում։ Հա, միգուցե։ Այո, հա, իհարկե։ Հետո մարդու հետ ապրում ես, արդեն մի ընտանիքի անդամի պես եք դառնում։ Համենայն դեպս այդ հարս կեսուր հարաբերությունների մասին դա է ավելի շատ, չէ, բախման կետ լինում։ Սկեսուրս ինձ ընդունում է այնպեսին, ինչպեսին որ ես կամ, իմ բոլոր թերություններով հանդերձ։ Ես էլ բնականաբար ընդունում եմ Սամվելի մայրիկն է, հարգում ես մարդուն ու պետք է որ դա արդեն բախման ոչ միտեղ չթողնի էլի։ Մեծ ընտանիքով ապրելը ինքը եւ շատ մեծ առավելությունն է, այսինքն ամեն դեպքում այդ ջերմությունը կա։ Մյուս կողմից զույգը երբ անհատապես է անցնում իր ճանապարհը, հնարավոր է վեճ լինի, բարձր խոսք լինի եւ այլն, ինչը ես չեմ կարծում գոյություն ունի զույգ, որը չի անցնում այդ վեճերի միջով, բայց մի բան է, երբ երկուսով եք, մի ուրիշ բան է, երբ տան անդամները կարող է դրա ականատեսը լինեն, որովհետև կարող է նույնիսկ մի բան իրար թեկուզ ավելորդ ասեք, հետո դուք այդ հարցը հարթեցնեք, անցնի գնա, բայց երբ ականատեսներ կան, մի քիչ ավելի դժվար է, չէ՞։ Դրան եւս բախվել ենք, ինձ թվում է, չգիտեմ դու ֆիքսել ես թե չէ, բայց մի քանի տարի միասին ապրելուց հետո մի որոշ շրջան մեր ընտանիքով առանձին էինք ապրում ու հստակ տարբերությունը երևում էր այն ժամանակ, որ բան ունես ասելու, պետք է ասես, որ չգիտեմ, խնդիր կա քո մեջ, պետք է ասես, որ չես կարող ասել, որովհետև դա պիտի բարձր ասվի կամ չգիտեմ, ինչ-որ վիճելով ասվի, բայց քանի որ կողքի սենյակում կան մեծերը, դու չես կարողանում դա ասել եւ այդ խնդիրը ասենց մնում եփվում է ու միգուցե կարող է ինչ-որ մի օր ավելի բուրըն վեճի վերածվի։ Երբ որ առանձին էինք, տենց շատ հանգիստ, նորմալ կռվում էինք։ Նորմալ կռվում էինք, տեղը տեղին կռվում էինք,
Եվ 5 րոպե հետո ամեն ինչ անցնում էր։ Այսինքն, երբ որ միասին ենք, իհարկե, ավելի հարցեր լուծելը, քննարկելը, որտեղ վիճելը բնականաբար անխուսափելի է։ Միգուցե խնդիրը մեծացներ։ Երբ որ չես խոսում, չես քննարկում եւ լուծում չես գտնում, դա ավելի մեծացնում է խնդիրը։ Առանձին ապրելու պահանջմունքը ավելի շատ սովորաբար կանացի պահանջմունք է լինում, թե դուք էլ զգում եք դրա կարիքը։ Չէ, ես բացարձակ չի զգում։ Չէ, ել ուզում։ Ես մի քիչ պահպանողական տեսակ եմ ու չգիտեմ, իմ տնից ուրիշ տուն տեղափոխվելու այս process-ը ինձ համար շատ բարդ ու, չգիտեմ, շատ դաժան, այսպես ասած, ծանր քայլ է։ Բա ինչպես կարողացաք գալ այդ կետին։ Դե այնպես էր իրավիճակը, որ այդ պահին այդպես պիտի արվեր։ Իսկ ճիշտ ֆիքսեցին, որ սա է հիմա ճիշտը։ Եվ հետո արդեն վերադարձը տուն ձեզ համար ավելի սպասված էր, որ տանն ենք վերջապես։ Չասեմ ինչ որ ինձ համար շատ, Սոնայի համար քիչ, էլի շատ ուղղակիորեն իրավիճակի բերումով իսկ կոնկրետ իրավիճակը այնպեսին էր, որ իմ էլ դա էր ճիշտ քայլը։ Սա է ընդհանրապես Սերը բուժեց։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Սերը բուժեց։ Տեսեք ինչքան էլ որ խոսում էինք այդ մասին, որ եթե դուք մի բան որոշում եք, դուք որոշում եք։ Եվ ամեն դեպքում կան բաներ, որ տեսեք այդ նույն առանձին ապրել ավելի շատ ինչպես հասկանում եմ Սոնայի նախաձեռնություններ, Սոնայի ցանկություններ, որ կետերում է, որ ամեն դեպքում անկախ նրանից, որ տղամարդը դուք եք, անկախ նրանից, որ որոշողը դուք եք, մի պահ ձեզ կարողանում եք ասել ստոպ եւ լսել ձեր կնոջը։ Դե եթե դու ուզում ես ջուր արժեքավոր բան պահել, դա պիտի այդ քայլերը պիտի մտածված անես, որպեսզի այդ արժեքավոր բանը մնա։ Հիմա այս պարագայում ես այդպես գտա ճիշտ։ Էլի որոշումը ամեն դեպքում իրենն է եղել, այսինքն էլի իրավիճակից ելնելով եւ առանձին ապրելը եւ հետո վերադառնալ հայրական օջախ իրավիճակից ելնելով էլի իր որոշմամբ է եղել։ Իսկ այդ շրջանը բացի ազատ վիճելի ինչ տվեց ձեզ։ Պատասխանատվության զգացումը մի քիչ ավելի շատ։ Երևի։ Ընտանիքի հանդեպ։ Սամվելի համար ավելի շատ կարծում եմ։ Հա։ Այսօր անկեղծության երեկո է, ասեմ սա։ Գնամ ես։ Սամվել իրականում այդ փուլում պատասխանատվությունը մեծացավ, թե մինչև այդ էլ կար պատասխանատվությունը, ուղղակի ավելի նկատելի դարձավ, գուցե մինչև այդ այդքան նկատելի չէր լինում։ Չէ, դե այնպես չի պատասխանատվություն չունեի, մեկ էլ հոպ։ Չէ, մեծացավ, ոչ թե ծնվեց։ Ամալե ջան, նաև տարիքը պիտի ֆիքսենք մեր։ Որովհետև ինչքան էլ մեզ երիտասարդ ենք զգում, ինչքան էլ աշխուժ ենք, բայց մեկ էլ դու որ մի պահ ֆիքսվում ես քո 2 տարի առաջվա ու հիմիկվա վրա ինչ որ բաներ ու շատ հստակ բաներ փոխվել են քո մեջ։ Նաև երևի այդ պատասխանատվությունը նաև դրան գումարվեց արդեն ավելի տարիք ձեռք բերեցի, չեմ ասում պապի եմ, սրա մասին չի խոսքը, բայց իսկապես դա ավելի չգիտեմ, քանի գնում այն ինչ որ ունես ավելի թանկանում է քեզ համար, ավելի արժեքավոր է դառնում։ Դա է երևի տարբերությունը։ Որովհետև կարող մի տարիքի դու չես ֆիքսել այդ կարևորությունը այդ երևույթի, որը դու ունես, մեկ էլ հոպ հասկանում ես։ Նույնիսկ կարող է ինչ-որ լրիվ տարբեր, լրիվ ուրիշ իրավիճակից մեջ դու այդ տեսնես, ինչ լավ է, որ ես ունեմ սա։ Երիտասարդ տարիքում իրար հանդիպելը նաև օգնում է, ինչ որ առումով նույնիսկ շատ տարբեր բնավորություններ ունենալով հանդերձ իրար ձուլվելով մեծանալը եւ տարիների ընթացքում իրար փոխլրացնելը, ձուլվելը։ Դե մենք շատ երիտասարդ, համենայն դեպս ես երիտասարդ չէի, որ հանդիպեցինք, 28 տարեկան, Սոնան 20 տարեկան։ Չեմ մտածել, ես սիրահարված էի, սիրում էի ու դա էր ինձ համար, այսպես ասած, իմ աչքի առաջ։ Հիմա երբ որ նեք հետ եք նայում, այս տարիների ընթացքում ինչ որ առումով շատ չեք մոտեցել իրար, այսինքն եթե ենթադրենք Սոնան լիներ արդեն 30 տարեկան, ավելի դժվար չէր լինի այդ
բնավորությունների միմյանց հարմարվելը։ Հնարավոր է, որովհետև մենք էլ տարիների ընթացքում մեր, այսպես ասած, բնավորության մեջ կարծրանում ենք։ Ու ինչքան մեծանում ես, այդ ավելի ապնդանում ու այդ սուր անկյունները կոտրել բարդանում է։ Բայց երևի կամաց-կամաց սկսում ես ճանաչել, որովհետև իսկապես միայն կենցաղի մեջ չէ, որ կճանաչես քո կնոջը կամ մի խոսքով կինոամուսնուն, կենցաղն է, որը մաղում է, այսպես ասած, մաղի պես անցնում ես դու կամ կմնաս կամ այդպես մի խոսքով։ Ու երևի այդ տարիների ընթացքը դա ոչ թե դիմացինի թերությունները փորձել ջարդելն է, այլ դիմացինին ավելի խոր ճանաչել։ Դրա մեջ է գաղտնիքը։ Սոնա, իսկ տարիքային տարբերությունը, ես Սամվելի հետ խոսել եմ, հա, տարիքային տարբերությունը, թե ինչպես է անդրադառնում հարաբերությունների վրա, բայց հետաքրքիր է արդեն ձեր տեսանկյունից, այդ տարիքային տարբերությունն ինչպես են անդրադառնում հարաբերությունների վրա։ Ոչ մի կերպ չի ազդել մեր հարաբերություններին, որովհետև Սամվելը տեսակով, բնավորությամբ շատ ավելի թեթև ու երիտասարդ մտածողությամբ, միգուցե նաև հիմա նոր տենց մի քիչ մեծացնված այն ժամանակ շատ ավելի երիտասարդական դրսևորումներով էր ինքը եւ տարիքային ես էլ ավելի հասուն էի կարծում եմ, հիմա որ հետ եմ դառնում ենթադրում եմ ավելի հասուն էի ես ու սենց ընդհանուր միջին բանի էինք եկել, բալանսի մեջ էինք մենք ու այդ տարբերությունը ես ամենայն դեպս չեմ զգացել, կարծում եմ ինքն էլ չի զգացել։ Սամվել, մենք ի սկզբանե խոսում էինք այն մասին, որ շատ հարցեր չեք սիրում քննարկել, ինքնուրույն եք սիրում լուծումներ տալ, բայց ստեղծագործող մարդու համար երբեմն կարիք է լինում լսելու նաև երկրորդ կարծիք։ Այ երբ օրինակ դուք ստեղծագործական process-ի մեջ եք, օրինակ ես տեսել եմ ձեր մոնոներկայացումը, շատ հետաքրքիր, սիրուն աշխատանք է, բայց աշխատեցիք, ավարտեցիք, ավարտուն փուլում կարիք է լինում երբեմն լսելու երկրորդ կարծիք։ Սոնային ցույց եք տալիս, իր հետ քննարկում եք, թե ավելի շատ նման հարցերը ձեր մասնագիտական ընկերների հետ եք քննարկում։ Հենց նույն 8000 կիլոմետրը ամեն երեկո, չգիտեմ, երբ ինչ հատված որ ստացվում էր, Սոնան արագ է տպում, ես թելադրում էի, Սոնան գրում էր ու կպցնում էինք նախորդ, այսպես ասած, գրվածքին ու անդադար քննարկում էինք, ես այստեղ ճիշտ է, էսի սխալ է։ Ի վերջո նաև համաձայն չէի լինում Սոնայի հետ, նաև ինչ որտեղ համաձայն էր, այդ քննարկումը հստակ եղել է։ Բայց ավելի շատ ես սիրում եմ արդեն ավարտուն գործը շատ հանգիստ կլսեմ թե քննադատություն, թե մարդու կարծիքը, բայց կոնկրետ 8000-ի դեպքում մենք կարելի ասել միասին ենք այդ ճանապարհը անցել։ Սոնա, ձեզ համար կարևոր էր այդ ճանապարհը միասին անցնել, ի վերջո կա մի կետ, որտեղ օգնում եք իրար։ 8000-ը գրելու ընթացքը երևի իմ ու իր հարաբերություններում ինձ համար համենայն դեպս sense մի նոր փուլ էր իր ստեղծագործական կյանքում դա առաջին գործն էր, որը այսպես ասած վստահվել էր նաև ինձ, որովհետև ինչպես նշեցինք, իր ստեղծագործական աշխատանքների հետ ես երբեք կապ չեմ ունեցել, առավել եւս process-ի հետ։ Եղել է որ ներկայացում ա եղել, պրեմիերա ա եղել, ես գնացել եմ, դիտել եմ, հետո քննարկում ունեցել ենք, բայց էլի տենց թեթև ուղակի։ Այստեղ նաև կներես խնդիրը այն էր, որ նաև իմ մասնագիտությունից դուրս ես ինչ որ բան էի անում, պիտի գրեի ու շատ պատասխանատվությամբ էի մոտենում այդ ամեն ինչին ու շատ լարված։ Դրա համար այս պարագայում երևի ճիշտ էր այս աշխատանքը։ Ես ինքը ավելի լարված աշխատել է գործի վրա, ես ավելի վայելելով, որովհետև դա մի առիթ էր միասին ինչ որ մի հատ փուլ անցնելու ու ինձ համար դա իսկապես վայելելու շրջան է եղել։ Քննադատություններ հնչեցնում եք իր հասցեին, իր խաղի հասցեին, թե որպես կանոն միշտ նայում եք, ոգևորվում եք, հիանում եք։ Ես մի անգամ եմ ասել իրեն, բայց չգիտեմ, ամեն անգամ այդ զգացողությունն ունենում եմ։ Իրեն ամեն անգամ բեմում տեսնելիս ես նորից սիրահարվում եմ, նորից ոգևորվում եմ ու
ամեն անգամ նորովի եմ իրեն տեսնում բեմում։ Իր խաղի ու դերասանական մասնագիտության վերաբերյալ քննադատություն ես չեմ ունենում ընդհանրապես։ Ինձ համար ինքը ոլորտում իր սերնդակիցների մեջ ամենայն դեպս եւ ոչ միայն ինձ համար լավագույններից է։ Բեմում իր խաղի հետ կապված ինձ համար իդեալական ամեն ինչ։ Մասնավորապես որ դա ոչ միայն ինձ համար է լինում, այլ շատ ու շատ մասնագետների կարծիքն է դա։ Սամվել, իրականում, այն եզակի դերասաններից եք, որին քննադատելու առիթներ որպես այդպեսին չեն լինում, այսինքն եթե մենք խոսում ենք որակի նշաձողի առումով, անկախ նրանից ձեզ համար հեշտ է եղել, դժվար է եղել, որևէ մեկը չգիտի դուք ինչ ճանապարհ եք անցել, բայց դուք պահել եք նշաձողը, նախագծերի որտեղ կներկայանաք, թատրոնում ասելիքը հստակ է եղել, նույն ձեր մոնոներկայացման մեջ մոնոլոգ կար, որը ձեր մասին այնքան բան է պատմում, բեմում ներկայանալու առումով էլ, կա բեմի հանդեպ վերաբերմունք, որը դերասանից հասկանալի է, մարդը հարգում է բեմը, թե դա իր համար նյութ վաստակելու միջոց է, հայտնիության համար է, այսինքն մարդու վերաբերմունքը բեմին այսպես խոշորացույցով երևում է։ Շատ դեպքերում տղամարդկանց իրենց կանայք էլ ուղղորդում են, որ դե լավ, բայց կարող ես այս նախագծում ներկայանալ, որովհետև մենք ընտանիքում այսինչ խնդիր ունենք, պիտի լուծենք։ Այս դեպքում էլ չեն կարող մեղադրել, որովհետև որևէ մեկը դիմացինի կոշիկներով չի քայլում ու չգիտի դիմացինի ինչ խնդիրներ է հաղթահարում, ու մենք հասկանում ենք, որ կան կոմերցիոն նախագծեր, որոնք ամեն դեպքում ավելի շահեկան են։ Դուք այս առումով այդպես էլ չտրվեցիք այդ ավելի շահեկան նախագծերին, որովհետև կարողացաք ստեղծել նշաձող եւ այդ նշաձողի մեջ ամեն դեպքում ունենալ ձեր պահանջարկը, թե եղել են կետեր, երբ կարիքը կար, բայց ամեն դեպքում եւ դուք չեք ցանկացել եւ ձեր կինը ձեզ չի ուղղորդել դեպի ավելի կոմերցիոն նախագծեր։ Նախ բնականաբար ես չեմ ցանկացել, ու նաեւ եղել են ֆինանսական խնդիրներ, ինչ որ բաներ ծրագրել, որը շատ ուղղակիորեն ֆինանսի հետ է կապված, եթե դա եղավ կլինի, եթե չէ ոչ, բայց Սոնան երբեք այն կողքից չի ասել գնա ոչինչ, որովհետև նաև Սոնան էլ է տեսել ինչ հնարավորություններ կար, չգիտեմ, շատ կարճ ժամանակահատվածում շատ մեծ գումարներ վաստակելու, բայց ես ոչ միայն մասնագիտական, նաև մարդկային առումով ես չեմ կարող անել մի բան, որը իմ այստեղի հետ չխոսի, որովհետև այդ գումարը կգա, կանցնի, կգնա ու փառքաս ու նաև բեմ օգտագործել որպես նյութական գումար վաստակելու կամ ճանաչելու, որովհետև երբ այդպիսի խնդիրներ ես դնում են էլ բեմում, բեմ օգտագործելով կամ այսպես ասած, բեմը շատ շուտ այսպես տապալի քեզ գետնին։ Պիտի դու ազնվորեն քո գլուխը կախ, ինչ որ նշաձող սահմանես, ինչ որ ասելիք ունենաս ու դրանով զբաղվես։ Դրա արդյունքում եւ ճանաչումը կունենաս, եւ նյութական, այսպես ասած, միջոցներ։ Ես չեմ բողոքում, ես իմ մասնագիտությամբ, վազելով, բայց ես իմ ընտանիքը պահում եմ։ Ու կարևորը իմ քրտինքով եմ պահում։ Դուք էլ երբևէ չեք էլ մտածել իրեն հանկարծողությունից թեքելու մասին։ Չէ, ես լիարժեք գնահատում եմ իր աշխատանքը ու անասելի գնահատում եմ իր մոտեցումը, իր մասնագիտությանը։ Երանի թե բոլորը իրենց մասնագիտությանը եւ իրենց աշխատանքին մոտենային այն պատասխանատվությամբ, ինչ որ Սամվելն է մոտենում, առավել եւս բեմին։ Իհարկե, ինչպես նշեց, եղել են դեպքեր, որ ֆինանսական կարիք եղել է, մտածել եմ, որ բայց կարող է, բայց մեկը եկել ենք միևնույն եզրահանգմանը, որ չէ, պետք չի մասնագիտական մակարդակը իջեցնել։ Իսկ այդ շրջանները, երբ մի փոքր դժվար են տրվում ու հաղթահարում եք, ինչքանով են ավելի ամրացնում, որովհետև նաև իրար եք չէ ճանաչում դրա մեջ, երբ ամեն բան շատ լավ է, բոլորը կարող են խոսել, թե ինչպիսին կլինեն վատ օրերին, բայց հենց երբեմն վատ օրերի մեջ հասկանում եք ով է ձեր կողքին։ Ես կարող եմ ասել հակառակն էլ, շատ լավ օրերին էլ է շատ ուղղակիորեն բացահայտվում մարդը, որտեղ շատ հաճախ օրինակ են, չէ՞, բերում տխրության կամ նեղության ժամանակ ես
հասկանում ով անկերդ, ես նաև հակառակ process-ին ավելի ճիշտ է բացահայտվում։ Դե քանի որ այս դեպքում կինը լավ օրերի վայելողն է նաև։ Հիմա այս պարագայում երևի մենք շատ ուղղակիորեն գիտակցել ենք, որ սա էլ ինչ որ ժամանակահատված է, անցողիկ փուլ է, որովհետև չգիտեմ, գիշերից հետո գալիս է լույսը բացվում է ի վերջո։ Ու փողին, քանի որ երևի ոչ ես, ոչ Սոնան այդպես լուրջ չենք վերաբերվում, ինքը ավելի, այսպես ասած, ավելի շատ ինքն է մեզ լուրջ վերաբերվում, շատ ինչ-որ շրջաններ են լինում, որ այդպես է, բայց իրականում շատ կարևոր է, որ երկուսս էլ միասին աճել ենք, միասին ենք աճում եւ դեռ ճանապարհ ունենք անցնելու, նաեւ ֆինանսական տեսանկյունից, այսինքն այնպես չի եղել, որ պապան միլիոնատեր է, այտենց երեխան խնդրեմ չունի, բան բոլորս երկուսս էլ հասարակ ընտանիքներից ենք, բավարար ապրող։ Հիմա երկուսս էլ միասին քայլելով եկել հասել ենք մի կետի, որը մեզ դարձնում է լիարժեք եւ բնականաբար ցկտում ենք շատ ավելին։ Շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Ես կարծում եմ դուք բավականաչափ անկեղծ եք Սամվելի համար դա։ Իրականում կարծում եմ, որ ձեզ այսպեսին մարդիկ չեն տեսել։ ես այսպեսին եմ։ Ես օգտվել եմ առիթից։ Բավական անկեղծած եմ, հնարավորություններ ընձեռվել ասի։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Հետևեք Live-room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմալիկին, որպեսզի պատճ թողնեք մեր թողարկումները։ Սերը բուժեց։